Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի շտաբ բուժօգնություն ծառայություն, որի շարժակազմը համալրվել է ժամանակակից շտաբ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են եւ 1-ը ռեանիմոբիլ։ Ժամանակակից բժշկական սարքավորումներով մեքենաները հնարավորություն են տալիս շտաբ բուժօգնության անձնակազմին առավել արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Այս տարի նախատեսվում է ձեռք բերել եւս 7-ից 10 ավտոմեքենա ավտոպարկի թարմացման, ծառայության անխափան աշխատանքի ապահովման նպատակով։ Հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը, մասնավորապես կանչերի գրանցումը, իրականացվում է պլանշետներով։ Համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի 103 համարին մուտքագրված զանգերը, ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը։ Տոնական օրերին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ շտաբ բուժօգնություն ծառայությունը սառույցի վրա սայթաքելու եւ ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ 16 կանչ է ստացել, որոնցից 14-ի դեպքում հոսպիտալացում է արվել։ Շտաբ օգնության տնօրենի տեղեկացմամբ տոնական հաջորդող օրերին եւս կանչեր եղել են։ Եթե անցած տարիներին տոնական օրերին միջինը 1200 կանչ է ստացել շտաբ օգնությունը, ապա այս տարի այդ թիվը 800-ից 820-ի սահմանում է։ Ճայթրուկների, հրավառությունների օգտագործման հետևանքով վնասվածքների վերաբերյալ կանչ այս տարի չի եղել։ Ալկոհոլային թունավորման 14 կանչ է եղել, որից 5-ն է հոսպիտալացվել։ Սննդային թունավորման 2 դեպք է եղել։ Մաքսատուրքի արտոնություն կստանան այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության հայտարարած գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնեն, կներմուծեն հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից։ Կառավարությունը նրանց կազատի մաքսատուրքի վճարման պարտավորությունից։ Անցած տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնության 100 միլիոն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել։ Ստեղծվել է 3405 աշխատատեղ։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ այդ գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է Հայաստանի պետական բյուջե մուտք արվեր, 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ։ Կառավարությունը սակայն նախընտրել է 100 միլիոն 500 հազարը թողնել Հայաստանում։ Պոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը հանդիպել է համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ։ Սահակ arczepiskopos Մաշալյանը հայտնել է, որ 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով վնասված Իսքենդերունի շրջանում գտնվող 19-րդ դարի Սրբոց 40 մանուկ եկեղեցու վերանորոգմանը կաջակցի Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հերքումը հոգեվորականը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր վերաբերյալ գաղտնազերծված ԱԱՑ հրապարակած փաստաթուղթը թեփր ինքը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից կեղծ է։ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 4-ը ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով, կազմելով 1900 մետր 23 սանտիմետր։ Այս ցուցանիշը անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սանտիմետր։ Կառավարության սահմանած ծրագրի համաձայն լճի նորմային մակարդակը պետք է 1903 մետր լինի, սակայն այն անցած տարվա ընթացքում էլ 3 մետրով ցածր է եղել։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։